Բարի օր գործարալիքին միացած հարգելի ռադիոլսողներ եւ ռադիոդիտողներ։ Այս պահին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը, Կիսալուսնի մայրամուտն է մեր եթերում, իսկ տաղավարում հաղորդման հեղինակը թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանն է, բարև ձեզ։ Շնորհակալություն, ուրախ ենք ձեզ կրկին տեսնել մեր տաղավարում, պարոն Լոկմագյոզյան։ Մենք նախորդ տարի ունեցանք ձեր հաղորդման ամփոփում եւ բացթողումներ շատ եղել են ձեր հաղորդման մասով։ Կուզեմ, որ 2025-ը մի քանի բառով փորձենք ամփոփել, ինչպիսի տարի էր Թուրքիայում, տնտեսական իմաստով վատ էր կարծես թե իրենց մոտ, ինչ կուզեք առանձնացնել հատկապես 25-ի համար։ Եթե տնտեսական առումով ասենք, ես դա չի առանձնացնի, որովհետև Թուրքիայում արդեն մոտ 20 տարի է վատ է տնտեսությունը եւ գնալով վատանում է, բայց դա բեդության վրա շատ չի անդրադառնում, իհարկե ժողովուրդն է այդտեղ դուժում։ Թուրքիան մի քանի, ասենք, լոկոմոտիվներ ունի տնտեսության մեջ, դրանցից մեկը туриզմն է, մյուսը տեքստիլն է, օրինակ շինարարությունն է, հատկապես թուրք շինարարները արտասահմանում Ռուսաստան եւ այլն շատ մեծ շինարարության գործեր են անում եւ շատ մեծ փողեր են բերում երկիր, ինչպես ասենք տեքստիլն է եւ туриզմը։ Այդ туриզմը արդեն 20 տարի է շատ վատ վիճակի մեջ է։ Այս Էրդոանական ժամանակաշրջան կարելի ասել շատ վատացավ, օրինակ հենց գերմանացի տուրիստները ասում են, ես չեմ գնա Թուրքիա, Էրդոանին տալու փող չունեմ ես։ Այդ պատճառով туриզմը շատ վատ էր եւ туриզմը գլխավոր եկամուտներից, եկամուտի աղբյուրներից հիմնական հոսքերը որտեղից են։ Դե ինչպես ասեցի, տեքստիլը եւ туриզմը, Չէ, туриզմի մասով հիմնական հոսքերը աշխարհի որ կետերից են։ Հիմնականում իհարկե Թուրքիայի համար Եվրոպան, գլխավորապես գերմանացիները, անգլիացիները եւ այլն, բայց ամբողջ աշխարհից էլ կան Ճապոնիայից, Չինաստանից եւ այլն, դե 20 տարի առաջ չինացիները շատ չէին դուրս գալիս իրենց երկրից, հիմա այո, արդեն Հայաստանում էլ տեսնում ենք իրենցից։ Հատկապես այդ եվրոպական տուրիստների բացակայությունը շատ մեծ ազդեց, եթե գնաք կտեսնեք, որ պարսիկներ կան, այսինքն Իրանից եկած մարդիկ կան, արաբական երկրներից կան, բայց դա այն բանը չէ, այն մագարտակը չէ, որ պետք է туриզմի համար եւ հատկապես տեսեք օրինակ երկու դերգավոր երբեք չի պակասի, այսինքն ինչքան էլ պակասի, ինքը յոլակը կնա, այսպես ասած, Ստամբուլը եւ Անտալիան։ Ստամբուլը եւ Անտալիան միշտ էլ արտասահմանից մարդ գրավում են, տուրիստ գրավում են։ Իհարկե, այստեղ նորից պիտի շեշտեմ, որ երկրներից մագարտակի խնդիր կա այստեղ իհարկե։ Սակայն օրինակ եվրոպացիները, հատկապես գերմանացիները շատ հետաքրքրված են նաև մշակույթով, մշակութային տարածքներ, որ թատրոններ կամ թանգարաններ եւ այլն, այն նրանց գլխավոր տեղն է, որ իրենք անպայման պիտի այցելեն։ Իսկ օրինակ Արաբիստանից եկած կամ Իրանից եկած բաները մարդիկ ընդհանրապես ոտ չեն տրնում այդպիսի տեղեր, իրենց համար ուտ են խմեմ նարևտուրան են եւ մասամբ նաեւ ծով մտնեն եւ այլն, այդպես ուրախանան դա է։ Իսկ Անտալիայում, Ստամբուլում դա գտնում են, բայց ուրիշ տեղեր ես քանի տարի առաջ էր տուրիստ էի տարել մի տարածք Անկարայի մոտը, որը միայն հնեաբանական տարածք էր եւ մինչեւ այդ շատ մարդ էին գնում, զարգանում էր туриզմը, աշնանը գնացինք, ասցին առաջի խումբն եք դուք այս տարվա։ Պատկերացրեք աշնան, դե առաջի թե վերջի խումբն էինք արդեն։ Այդ պատճառով շատ դուժող տարածքներ կան իհարկե Թուրքիայում, սակայն ինչպես ասացինք Անտալիա, Ստամբուլ, սակայն այնուամենայնիվ ընդհանուր առումով туриզմը այո շատ վատ է։ Եվ ոչ միայն туриզմը։ Ինչն է խնդիրը, որ վատ է, այսինքն համապատասխան աշխատանք չի տարվում, անտարբերության են մատնվել այդ մշակութային կենտրոնները։ Չէ, ընդհակառակը Թուրքիան շատ է աշխատում, մեր նման չէ, այսպես թողած իսկ բեդությունը շատ է աշխատում, որ туриզմ կարողանա բերել եւ այլն օգնություն է տալիս եւ ոչ դա չէ, քաղաքական վիճակն է Թուրքիայի եւ Էրդոանի քաղաքականությունը հատկապես շատ ազդեց հատկապես եվրոպացիների վրա, ինչպես ասեցի, ես Էրդոանին տալի փող չունեմ ասելով, անգամ տրանզիտ չէին ուզում անցնեին տուրիստները
Թուրքիայով եւ այդպես դուժեց միայն ինչպես ասենք արաբները եւ իրանցիներն էին գալիս եվրոպական տուրիստ ոչ եւ մագարտակով տուրիստ ոչ դա էր խնդիրը Այ Իրանի վերջին գործողությունները բավականին լարել են տարածաշրջանը եւ այսպես մտահոգություններ կան շատ երկրների կողմից մեզ համար էլ խնդրահարույց է ամեն դեպքում տարածաշրջանի մի մաս ենք Թուրքիան պիտի մտահոգվի չէ ամեն դեպքում Իրանի այս լարվածությունից, որովհետև անվտանգային տեսանկյունից եւ այդ հոսքեր կարող են գնալ դեպի Թուրքիա։ Դուք ո՞նց եք տեսնում իրավիճակը եւ Թուրքիան կարծես թե այս իրավիճակում փորձեց հնարավորին չեզոքություն ցուցաբերել, արդյոք դա իրականում այդպես է, իրենք չեզոք են այս հարցի վերաբերյալ, թե ամեն դեպքում կուլիսներում մտահոգությունը նկատում են։ Թուրքիա ասելով, եթե պետությունի նկատի ունենք, ընդհակառակը Թուրքիան ձեռքերը շփշփում է եւ իր աստեղային օրին է սպասում, եթե Իրանի դեմ պետություն ասելով էլ ում ենք հասկանում իշխանություններին ենք հասկանում։ Պետություն իշխանություն եւ սպասում է իր աստեղային ժամին, երբ որ հարցակում լինի Իրանի վրա, այո, իհարկե այնտեղից փախստականներ են գալիս եւ այն, բայց Թուրքիան ինչքան ուզենա գթողնի, ինչքան չուզենա, չի էլ թողնի այդ փախստականները ներս մուտքը, բայց ինքը հույս ունի, որ այնտեղից ինքն էլ ինչ որ շահ ունենալու է իրենց գլխավոր շահը այն է լինելու եթե Իրանում պատերազմը սկսվի որ Իրանը մասնատվելու է եւ այդ մասնատման արդյունքում ամենամեծ բաժինը որ անջատվելու է Իրանից դա լինելու է Ադրբեջանի տարածքը եւ դա իր համար շատ լավ է լինելու իր համար արաբելություն է լինելու եւ դարիներ է որ տասնյակ տարիները աշխատում են Թուրքիայում այդ ուղղությամբ իրենց ռադիկալացնում են եւ այլն թուրքացնում են եւ դա իր համար ընդհակառակ սպասված բան է եւ շատ մեծ ցանկությունով հա այդ ընթացքում նաեւ այսինքն սա չի կարող ամեն դեպքում սկսվել ու ավարտվել միայն Միացյալ Նահանգներ Իրան բախումով այսինքն միջամտությունը ամբողջ տարածաշրջանի ակնհայտ է լինելու որովհետեւ այս ամբողջ գործողությունները տարածաշրջանային են դեսեք Իրաքը, Սիրիան, Լիբանանի դեմ այդ հարձակումները եւ այլն, դրանից առաջ Եգիպտոս, անգամ մի քիչ այն կողմ գնանք արաբական հյուսիսաֆրիկյան այդ տարածքները, Լիբիան եւ այլն, սրանք բոլորը մի ծիրի մեջ կարելի է տեսնել եւ նաեւ Իրանը եւ նաեւ Հայաստանը, այս ամբողջ երկրները մերձավոր արևելյան երկրներ են եւ ինչ որ ծրագիր կա այս տարածաշրջանի հետ եւ փոքր հարցերը լուծվել են ամենամեծ հարցը իհարկե Իրանն է այստեղ ամենադժվար հարցը դրա համար բոլորին մաքրեցին հիմա մնաց Իրանը ուզում են Իրանը մաքրել դա է բարձ ասած այդ Այս տարիների ընթացքում 44 օրյայից հետո հայկական կողմը փորձում է հարաբերություններ կարգավորել Թուրքիայի հետ, Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ սահմանների բացման հարցն է քննարկվում։ Այս լարումների ֆոնին Հայաստանը ինչպիսի դիրքավորում պիտի ունենա, եթե փորձ է արվում Թուրքիայի հետ կարգավորել։ Ակնհայտ է, չէ՞, որ պիտի ինչ-որ մեկի կողմից լինի, որովհետև խաղում միշտ այդպես է։ Թե կարող է չեզոքություն այս դեպքում լինել հայկական կողմից, ոնց եք տեսնում։ Տեսեք, մենք Թուրքիայի հետ թշնամական հարաբերություն չունենք, ընդհանրապես հարաբերություն չունենք, այսօր էլ չունենք, սակայն դա մեր մեղքը չէր, Թուրքիան չէր ուզում հարաբերությունը ստեղծել Հայաստանի կողմից մի քանի անգամ փորձեր եղան հատկապես առաջի եւ երրորդ նախագահի ժամանակ, բայց Թուրքիան չէր ուզում, որովհետեւ Թուրքիան ուրիշ ծրագիրներ, ուրիշ նպատակներ ունի այս տարածաշրջանի եւ հատկապես Հայաստանի հետ։ Այսօրվա չագերդավոր հարաբերություն կոչվածներ, մենք էլի հարաբերություն չունենք, այսինքն ասենց մի երկու այցելություն բանման դրանք երկրների, պետությունների հարաբերություն չի կարելի կոչել, եւ այդ հարաբերությունը դեռ եւ ստրուկի հարաբերությունն է այսօր, այսինքն այն ինչ որ այսօր առաջ է տարվում, դա դեռ եւ ստրուկի հարաբերությունն է եւ այդ ամեն ինչից ինչ որ կատարվում է դա շատ բարձ երևում է մենք միայն դվողն ենք իրենք էլ ստացողն են հատկապես
ասենք օրինակ ադրբեջանական կողմից հրանքներ են գալիս արդեն, հրամաններ են գալիս արդեն, թե ինչ պետք է անենք, մարդը բարձ ասում է Հայաստանի սահմանները, այդ ես եմ որոշելու, ասում է, ոչ մեկը չի որոշել։ Թուրքիան ինչ որ հրանքներ է տալիս, թե ինչ պետք է անենք Ադրբեջանին գողացնենք, հետո գանք իր մոտ, հետո իրան գողացնենք, եւ դրա համար այստեղ հարաբերություն չկա, իսկ Հայաստանը արդեն մի տեսակ այսօր արդեն վասալ պետության դիրքի մեջ է, իսկ վաղը ավելի վատ է լինելու, իսկ եթե Իրանի հարցը ծագի, այսինքն պատերազմ լինի Իրանում եւ Իրանը մասնատվի, մենք ընդհանրապես այսինքն պատմության բեմից կարող ենք մենք կորենք, կամ էլ միայն անունը կմնա, իրականում չմնա, չնայած մենք արդեն այսօր եմ վիճակում ենք, որ մեզ դրանից առաջ էլ ասել են, որ արդեն Հայաստան պետականություն գոյություն չունի, մենք Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ արդեն ամբողջացել ենք, բայց ես արդեն այո, իհարկե, եւ շուտով ավելի սերտորեն կմիացուվենք, բայց ես արդեն որոշել եմ սրա մասին չխոսեմ, անգամ այստեղից հայտարարել եմ, որ ես էլ չեմ խոսելու սրա մասին, որովհետեւ այսքան տարի է ոչ միայն ես, այլ նաև իմ նման տարբեր ուրիշ մարդիկ անալիզներ են անում, ցույց են տալիս եւ այլն, եւ մինչեւ այսօր այս ժողովրդի բանա խելքի մեջ եթե մի բան չմտավ չփոխվեց, ուրեմն անհույս է, ես ճիշտ ասած հույս, այդպես ասած, հույս չեմ տեսնում, միակ հույսը որ գուցե մի քանի ամիս հետո ընտրությունների ժամանակ իշխանությունը փոխվի, նորմալ մարդիկ կան իշխանությունը, այն ժամանակ Հայաստանի քաղաքականությունը կարող է, եթե նորմալ մարդիկ կան, կարող է արդեն նորմալ պետականամետ, ազգամետ քաղաքականություն վարվի, եթե այդ ընտրությունները, ես իմիջալոց իմ շրջապատում լիքը մարդիկ կան, որ ասում են, որ եթե այդ ընտրություններում նույն իշխանությունը շարունակի, ես կթողնեմ կգնամ արդեն երկիրը։ Որտեղ ուզում է, որովհետև մարդը չի ուզում թուրքացած Հայաստանում ապրի։ Պարոն Լոկմագյոզյան, ինչպես հասկացա, ամեն դեպքում տնտեսական իմաստով Թուրքիայում վերջին տարիներին վատ է, туриզմը վատ է, լավ, ինչն է լավ այնտեղ եւ ինչի վրա է հենվում պետությունը այս պահին։ Ազգայնականությունը լավ է եւ այդ առումով գործերը լավ է, որովհետեւ Էրդողանը ինչքան էլ տնտեսական մեծ վնաս հասցրեց ժողովրդին տեսեք շեշտում եմ դա բեդությանը չէ բեդությունը եւ ինչ որ մի խումբ ասեն հատկապես հարուստները ավելի հարստանում են բեդությունը ավելի ամրաբնդվում է ինքը եւ կարելի է ասել որ ճիշտ է այն մոդեցումը կամ այդ խոսքերը որ ասում են Աթաթուրքից հետո եկող երկրորդ ամենահզոր երկրի ղեկավարն է, այո, երկրորդ Աթաթուրք անգամ կոչում են, այո, դա ճիշտ է, ես համամիտ եմ այդ մտքին, այո, այնքան լավ բան պետության համար, պետականության համար, ինչքան Էրդողանը արել է, ոչ մեկը չէր արել այս 100 տարվա, մոտավորապես 100 տարվա ընթացքում։ Պետությունը պետականությունը հզորացրեց, աշխարհում դիրք ունի Թուրքիան այլևս, թե չէ Թուրքիան միայն ասենք Ամերիկայի, ՆԱՏՕ-ի ցանկությունները կատարող, դրանով էլ լավ յոլա գնացող երկիր էր, այժմ արդեն գշերք ունի, նաև քաղաքական առումով գշերք ունի Թուրքիան, իհարկե այն չէ ինչ որ իրենք երևակայում են, սակայն այնուամենայնիվ ունի արդեն հաշվի են նստում Թուրքիայի հետ եւ այս տարածաշրջանում արդեն դերը մեծացավ, չնայած սովետական միության քանդվելուց հետո շատերը կարծում էին, որ Թուրքիայի դերը բերանալու է անգամ կամ պակասելու է, ընդհակառակը այս տարածաշրջանում դերը մեծացավ, որովհետեւ ինչպես որ ասեցինք, այս մերձավոր արևելքի այս ծրագրի մեջ մեկը պետք է որ այդ ոստիկանի դերը կատարը եւ դա Թուրքիան էր, ինչպես որ վերջին շրջաններում թե Տրամպը, թե Անգլիայի կողմից հայտարարվեց, թե ավելի ցածր օղակներից, որ այս տարածաշրջանի, այսպես ասած, զոնայի նայողը Թուրքիան է եւ Թուրքիան պիտի որոշի այստեղ շատ բաներ, իրենք պարզապես ասեցին, չէ՞, այդ բաները։ Դրանով տեսնում ենք, որ Թուրքիայի դերը շատ մեծ է եւ Թուրքիայի դերը կատարելիք
կամ իրեն փոխարինելիք ովևէ բեդություն չկա այս տարածաշրջանում։ Պարոն Լոկմագյուզյան, որքան էլ որ դժգոհություններ կան ներսում ժողովրդի կողմից կառավարման հանդեպ եւ տեղի ունեցողի հանդեպ, ես կարծիք էի լսել կրկին թուրքագետից, որ Էրդողանը սիրված կերպար է նաև եւ առանձին թաղերում, թաղամասերում իր կերպարը որպես ղեկավար բավականին ընդունված է։ Մեզ մի քիչ կներկայացնեք այդ մասով ինչպես է դա ձևավորվել եւ արդյոք այն խնդիրները, որ այսօր կան, այդ կերպարին չեն վնասում, թե այդ կերպարը այսպես մի հատ հարմարավետ տեղ պահված է ամեն դեպքում։ Ով որ ասել է, դա ճիշտ խոսք է ասել, այոն ինչ որ մի զանգվածի համար, այո սիրված կերպար է, ասենք մինիմում 30% ունի Թուրքիայում Էրդողանը եւ 30%-ը բավականին մեծ թիվ է քաղաքականության մեջ, հիմնականում նրանք այն մարդիկ են, որոնք Էրդողանի հատկապես առաջի շրջանից մնացած, երբ որ ինքը ավելի կրոնական թեկում ուներ, այսօր ավելի նացիոնալիստ թեկում ունի, անգամ ֆաշիստ կարելի ասել, այն ժամանակվանից մնացած մարդիկ են, մինչև այսօր էլ այդ գիծը ցույց է տալիս, թե ինքը շարունակում է, ինքը կրոնամետ մարդ է եւ այլն, եւ հատկապես այդ խումբը մոտ մի 30% կարելի ասել, այո, Իրան հավատարիմ է, անգամ ինքը սովից մահանա, իր երեխեքը սովից մահանան, ինքը Էրդողանին քվեարկելու է, ինքը Էրդողանի հետևում կանգնած է։ Եվ երկրորդ շրջանում, Էրդողանի ղեկավարման շրջանը ես երկու մասի եմ բաժանում, առաջի շրջան, երկրորդ շրջան, առաջինը երբ որ Գյուլենի հետ միասին էր, հետո արդեն նացիոնալիստների հետ միասին էր, մինչև այսօր է երկրորդ շրջանում նաև նացիոնալիստներին կարողացավ գրավել իր կողմը եւ այսօր էլ իրեն հավատարիմ են, կստացվի որ մինիմում մի 30-40% ունի 30-40%-ով արդեն ամեն ինչ կարաս անես, շատ բան կարաս անես, մի քիչ էլ ինչ որ մի բաներ կանես, մի քիչ էլ բարձրացնես, արդեն եղավ այդ խնդիրը։ Այդ պատճառով նորից եմ կրկնում, այո, կա մի զանգված, բացի այդ, տեսեք կան տարածքներ, որտեղ այդ տարածաշրջանի մարդկանց մտածելակերպը, թեկումը եւ այլն հայտնի եւ անփոփոխ են հիմնականում։ Օրինակ վերջի ընտրությունների ժամանակ այ մասնագետներից հատկապես Հայաստանում անգամ թուրքագետներ եւ այլն կարելի ասել որ բոլորը ասում էին որ Էրդողանը թքեց փայդին այսպես ասած եւ այս անգամ ինքը չի անցնելու հատկապես երկրաշարժի անգամ ինձ այդ վիճողներ կա ինչ ես ասում եմ որովհետեւ ես ասում եմ Էրդողանն է անցնելու ասում եմ ինչ ես ասում դες երկրաշարժի գոտում հսկայական կորուստները եւ ես ասեցի որ հենց երկրաշարժի տարածքում այդ գոտուց ինքը ստանալու է եւ քաղաքել ասեցի օրինակ Մարաշը որ ամենամեծ ավերածությունը ունեցավ երկրաշարժը մի քանի անգամ տվեց ամենաշատը տվեց Էրդողանին բոլորը զարմացել էին ես նախորոք ասել էի ինչու որովհետեւ ես ճանաչում եմ երկիրը գրքերից չեմ ճանաչել թերթ կարդալից կամ թուրքական հերոստատեսություններին հետևելով չեմ ճանաչում երկիրը չեմ որոշում թե ինչ է լինելու ես կարամ տարածք առ տարածք քաղաք առ քաղաք անգամ թաղ արթաղ, եթե Ստամբուլի մասն է, դա մյուս քաղաքները ես ներսից չգիտեմ այդքան դա, բայց Ստամբուլը կարամ ասեմ, թաղ արթաղ, դες կարամ ասեմ, այս թաղը ում է տալու իր քվեները։ Այդպես է Թուրքիան։ Այդ Թուրքիան պետք է ներսից իմանալ, որ այս բաները չզարմացնեն մարդուն։ Դրա համար, այսինքն այդ տարածաշրջանի մարդը երկրաշարժի դագել մնա, սոված էլ մնա, ցուցրտից մեռնի էլ իր երեխան, ինքը տալու է Էրդողանին։ Իսկ գիտեմ։ Իսկ մյուսը ինչքան էլ օգնի Էրդողանը իրեն, չի տալու Էրդողանին։ Եվ սրանք կատարված փաստեր են։ Կատարվեցին այդպիսի փաստեր։ Ես ամեն կերպ փորձում եմ պրոյեկտել մեզ վրա կամ փորձել մեզ համար իրավիճակը ներկայացնել, նկարագրել, այ ներսում ոնց են վերաբերում, եթե սահմանների բացման մասին օրինակ խոսում։ Մենք գիտենք, թե Հայաստանում վերաբերմունքը հաճախ ինչպիսին է լինում, հիմնականում բացասական տրամադրվածություն կա, այ Թուրքիայում ոնց են դրան նայում, արդյոք դա օրակարգում որևէ կերպ ներառված է։
Գիտեք, դա ես այդ կարծիքին չեմ այդքան, որ հիմնականում բացասական է Հայաստանում, ժողովրդի մեծ մասը բան է, այսպես ասած թքած ունի, թե սահմանը կբացվի, չի բացվի, դա թող բացվի, ինչ կա որ չեն էլ մտածում, թե ինչ հետևանքներ կարող են ունենալ։ Իսկ Թուրքիայում, բայց մեզ մոտ առաջնային է դա։ Իսկ Թուրքիայում, այսինքն 80 միլիոնի կարող է 1 միլիոնը միայն մաքսիմում հետաքրվում այդ գործով։ Թուրքիայում թե պետականորեն, թե ժողովրդի մեջ սահմանը բացվելու մասին անգամ շատերը չգիտեն, թե անգամ ես ես մի բան ասեմ, դա քանի տարիներ առաջ դա ես ապրեցի, բադկամավորը չգիտեր, որ Հայաստանի սահմանը փակ է։ Դա նոմար կարող պատկերացնեք, թե այդ խնդիրը, այսինքն Հայաստանը ընդհանրապես կամ սահմանը քանի երրորդ շարքում է Թուրքիայի օրակարգում կանգնած։ Այնպես չէ, որ Թուրքիայում ամեն մարդ մտածում է սահմանի մասին, Հայաստանի մասին եւ այլն, նորից եմ ասում, անգամ կարելի ասել երրորդ, չորրորդ տեղում էլ չի գտնվում։ Պետության բանը օրակարգի շարքում կարող է նաեւ գտնվի չորրորդ շարքում, սակայն ժողովրդի կարող է 15-րդում էլ չի։ Իսկ ի՞նչն է այս պահին իրենց օրակարգում։ Ժողովրդի օրակարգը իհարկե սոցիալական խնդիրներն են, այո, տնտեսությունը եւ այլն, իր մարորիա, ինչպես որ մեզ մոդել նաեւ։ Ստամոքսը։ Իհարկե այնտեղ մարդիկ, ինչպես որ քիչ առաջ խոսեցինք տնտեսության մասին, մեծ խնդիրներ ունեն, ավելի մեծ խնդիրներ, քան Հայաստանում, ասեմ։ Ժողովրդի մեծ մասը։ Սակայն դա ուրիշ խնդիր է։ Քաղաքականությունը ուրիշ խնդիր է, ում ընտրելը ուրիշ խնդիր է։ Այսինքն փոխկապակցված չեն երկու հարցերն իրար, ճիշտ եմ հասկանում։ Ինչ որ մի մասի համար այո, բայց շատերի համար չէ։ Ինչու՞։ Ոնց է աշխատում մեխանիզմը։ Որովհետև ասեցի, իրենք գրոնամոլ թեքում ունեցող մարդիկ են, այո, սա գրոնամոլ է, իրենց մարդն է, ասում եմ, իր երեխեքը սովից մահանան է, ինքը Էրդողանին է տալու։ Իսկ մի զանգված էլ կա, որ նա, ասենք, ձախ հայացքներ ունի, նա Էրդողանը իրեն ոսկուց դուն էլ սարքե, մի հատ բալատ տա, չի տալու Էրդողանին։ Դա է։ Մենք հաղորդումը սկսելուց առաջ 5 նոր տարվա մասին կարճ խոսակցություն ունեցանք, դուք ասացիք, որ հետաքրքիր ինֆորմացիա ունեք փոխանցելու այդ մասով, թե Հայաստանում ի սկզբանե ոնց է տոնվել եւ Թուրքիայում ոնց է տոնվում հայերի շրջանում, ինչ կպատմեք մեզ այդ մասով, քանի որ մենք ժամանակ ունենք, դեռ մոտ 5 րոպե 5 րոպե, չգիտեմ կարծեմ, բայց լավ, ինչը որ մնա փորձենք հաջորդին։ Տեսեք, այն ինչ որ, ասենք, նոր տարվա գիշերը անում է, կատարվում է, սեղանը դրվում է եւ այլն, այդ ամեն ինչը Հայաստանում, այդ ամեն ինչը հայկական չէ։ Որովհետեւ հայերը, իհարկե հավատացին, եթե ասենք հավատացյալ չեն, դա ամեն մարդ ինչ ուզում է գանի։ Հայերը, որովհետեւ Բաքի մեջ են այդ ժամանակ։ Նոր տարվա գիշերը Բաքի շրջան է մինչև Ծննդյան շրջան եւ սեղանի վրա Բաքի գերագույններ պիտի լինեն։ Օրինակ ես տարիներ առաջ մի անգամ հերոստատեսությունով նոր տարուց առաջ տեսել էի, որ քահանային միկրոֆոնին երկարացում ու հարցնում են բա սեղանի վրա ինչ պիտի ու քահանան պատկերացեք, ասեց դե իմ առաջերտին մեր ավանդական խոզի բուտը։ Հիմա ականջներ չի հավատում, որ քահանան այդպիսի բան է ասում։ Դու պիտի առաջերտի իմանաս, որ Բաքի մեջ են խոզի բուտ չի լինի հայկական սեղանում եւ դա ավանդական չի։ Այսինքն 100 տարի առաջ մենք չենք ունեցել այդպիսի բան։ Մենք միշտ չենք ունեցել եւ Բոլսահայի սեղանում, մինչեւ այսօր իհարկե Բոլսահայերը պակասեցին, այն ինչ որ Ստամբուլից գալիս են հայեր այսօր, դրանք Բոլսահայ չեն, մեծ մասը։ Բոլսահայերը շատ քիչ են մնացել, իսկ այն նրանք այսօր մինիմում 80% կարելի է ասել գավառներից, այսինքն այն մնացորդներն են, որ 1915-ից հետո մնացել էին, որոնք իրենց կյանքում հայկական դպրոց չեն տեսել, հայկական եկեղեցի չեն տեսել, անգամ Ստամբուլ գալուց հետո են մկրտվել եւ այլն, մեծ դժվարություններ, հետո 60-ական 70-ականներին փախանեկան արդեն Ստամբուլ, նրանք այդ հայկական ավանդույթներն են կորցրել էին, մոռացել էին։ Իսկ Բոլսահայերը
պահել էին, որովհետև բան չէր եղել, անջատում չէր եղել այնտեղ։ Այդ պատճառով օրինակ մեր սեղանում մինչև այսօր, ասենք մնաց միայն քույրս իհարկե, մեր ընտանիքից նոր տարվա գիշերը մի կտոր միս չեք տեսնի սեղանի վրա։ Ձկնեղեն, այո, որովհետև ձուկը նավակադիկ է, ձկնեղենի տեսակներ կան եւ այլն, բայց այնպես չէ, որ շատերը օրինակ Հայաստանում եթե բասի մասին ես խոսում, ասում են չամչոք փլավ։ Չէ, այդպես սպարս չէ։ Այնպիսի ճաշատեսակներ են ստեղծել ընթացքում, բայց ոչ միայն Բոսումի միջայլոց։ Կան ճաշատեսակներ, որ ասենք Վանից եւ այլն այն 15-ից առաջվա ժամանակաշրջանից եկել են, մնացել են, այսինքն օրինակ մի բան կա, որ թոպիկ ենք ասում, որը իրականում կոչվել է բանը Վարդապետի ճաշտ է այդպիսի մի բան, որը Վանի տարածքից է, բայց այսօր լրիվ մոռացված է, Հայաստանում ընդհանրապես ոչ մեկը չի ճանաչում եւ ուրիշ երկրներում է, բայց Բոս հայերը պահպանել են դա, որը ինչ ասեմ Նախ հյուրաշալի ուտեստ է եւ միայն հայերը ունեն, Պոլս հայերը ունեն այսօր եւ բանը պասի ճաշ է, բայց պատկերացրեք, որ մենք ժամանակին որպես երախա ամբողջ տարին սպասում էինք նոր տարի կա, որ այդ սեղանում գտնվող ուտելիքներ ուտենք, այսինքն բայցողություն, բայց այնպես իսկական բայցողություն չէր, այսինքն հրաշալի ճաշատեսակներ կար, որ քաղցրավենիքներ եւ այլն, որ մենք հատուկ նոր տարվա սեղանին էինք ունենում այդ թե ձկնեղեն, թե ուրիշ բաներ, եւ ասում եմ նորից, այնպես հասարակ բաներ չէ, չամչոք, փլավ, չգիտես ինչ, խաչած բուլղուր, այդպիսի բաներ չէ։ Հատուկ պատրաստված բաներ, ասենք օրինակ մենք ունենք բան ձկան տոլմա։ Ձկան տոլման ոչ թե ձկան միսը ինչ որ մի բանի կողած, ձուկը որպես տոլմա, ձկի մեջը լցոնած, ձուկը լրիվ տատարկում են, առանց վնասելու մաշկը մի ձկան տեսակ կա, ու հետո ֆարշը բերնից նորից լցնում է մեջ այսպիսի բան։ Իհարկե գնոջ համար դա ոնց կարծեք թե հարակիրի է անում ջաշեպելով, կամ ուլականչի տոլմա ունենք մենք եւ այլն, այսինքն ռակուշկի տոլմա եւ հենց Պոլսայերը ունեն միայն դա Պոլսայերին հատուկ։ Դուք հիմա այստեղ պահպանում եք այդ ավանդույթը։ Դժբախտաբար ոչ, ես փորձեցի մի քանի տարի անել, ոչ ընտանիքս համագերբվեց, ոչ էլ ասենք հյուրեր էին գալիս տուն, ասենց նկարից նստում են, բուտ չունեք սեղանի վրա եւ այլն զարմանում էին, չէ, ունենք այս բաները, զարմանում էին, դրա համար որոշեցինք, որ չենք անում։ Շնորհակալ եմ ձեզ հետաքրքիր զրույցի համար, մեզ լսողներին եւ դիտողներին եւս մեկ անգամ հիշեցնեմ, որ Կիսալուսնի մայրամուտն եք դուք լսում կամ դիտում, Գործարալիքի եթերում իմ զրուցակիցներ հաղորդման հեղինակը թուրքագետ Տիրան Լոկմագյոզյանը, ձեզ համար Մոնիկա Մամյանը աշխատեց, հաջորդ շաբաթ նորից կհանդիպենք։